Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube յանալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Ինչպես եք բաժանորդագրվում, երբ որ վիդեոն երևում է, տակ է սև գրածը սեղմեք, բաժանորդագրվում եք։ Մինչև այսօր բաժանորդագրվածների թիվը ընդհանուր թվի մոտավորապես 56-57%, այսինքն ուղիղ կեսը չեն բաժանորդագրվել։ Դուրս է գալիս ունենք 55,300 մոտ հետևորդ, եւս 55 մոտավորապես 50,000-ը չի բաժանորդագրվում։ Հարգելիներս, որ բաժանորդագրվում եք, նախ շատանում է լայքը դնում եք, բարձրանում է վերև եւ գրեք ձեր կարծիքներն ու ցանկությունները, ես բոլորը կարդում եմ, տեսնում եք, ով այլանդակայություններ է գնում, հանում։ Սկսենք հաղորդումը ամենաառաջինը Հայաստանից։ Սկսենք, ճիշտ է, օրվա թեման Իսրայել-Իրան պատերազմը, թե իրար փող կրակոցներ ասրատակը ինչա թաքնված, հերթով կբացատրեմ, քանի որ արդեն վախացնում եմ, վայ, ես Հայաստանին կխփեն եւ այլն։ Հարգելի հետևորդներ, Իրան Իսրայել պատերազմում Հայաստանը չի խառնվելու մեջ։ Սա միանգամից ասե, որ սառը ցնցող լինի նրանց, ովքեր փորձում են վախեցնելու գնով իրենց ուզեցածը անել, կամ Հայաստանի ժողովրդին փախցնել, կամ ապրանք թանկացնել, ասեն փագա եւ այլն։ Իմիջիալոց հիշեցնեմ, որ Իրանի օդային տարածքն է փակ, ցամաքային տարածքը փակ չի, այնպես որ Հայաստանով բեռների բեռնատեղափոխումը ամեն ինչ կատարվում է եւ Իսրայելը խփում է մի երկու հատ շենքի է խփել մնացած բոլոր խփածները բոլորը ռազմական օբյեկտներ Սկսենք ամենաառաջինը լավ Հայաստանից հերթով կանդրադառնամ այս հարցին ուրեմն Հայաստանից պես բանակի հարցերի քննարկմանը որ դրել է Շուշպռնողը Պապիկյանը չի մասնակցում ասում են վատ առողջ է հիշեցնեմ ձեզ որ Պապիկյանը դու էլ ընկար ուղեղի ցիստի տնկար Պահենց սկսում են իշխանության համար պայքար, բոլորը լավ են, հենց սկսվում է ինչ-որ կարևոր հարց, որը կարա իրենց գլխին ցավա, բոլորը ուղեղի ցիստիտ են ընկնում։ Հիշեցնենք ձեզ, Քոչանին բռնել էին, կես ժամը մեկ ցիստիտ էր ընկնում, գնում էր իր ասանիկ Արմեն Մուրադյանի հիվանդանոցը, բժշկականի։ Հենց թողեցին, հələ Քոչանը ոչ մի անգամ չի գնացել բժշկի։ Չէ՞։ Սերժին բռնում են, էլի գնում է ցիստիտի եւ այլն։ Իմիջիալոց Սերժի Պավով ասեմ ձեզ, որ Արմեն Աշոտյանը то այ համբալ լավ հայոյել Սերժենց, որ դրել են Արշակի Փեսա Դավիթին են դրել իրենց կողմից ներկայացված տեխնացուն որպես վարչապետի տեխնացու։ Բնականաբար բապտի իրար ինչ ուզեին ասեն, բոլորը մի թիմի մեջ են, դերասանությունը սա դեռ սկիզբն ասել եմ շուտով Դուք ուշադիր եղեք, սեպտեմբերից հետո տեսնելու եք բոլոր KGB-ի աշխատանքները։ Բոլորի ներքին, տան, խոսակցությունները, այլասերվածությունները եւ այլն։ Անցնենք այս հարցով առաջ։ Այդ պահին, երբ որ Հայաստանում խառնում է վիճակը, ու Նիկոլը իբր թե ոչինչ չի եղել, թռել է Չեխիա։ Չեխիա թռնելուց իր հետ ատարել իր փնթի մայրամիկին։ Այ մարդ, Հայաստանը վարակիր։ Թուրքերին հենա քո սիրուհի Արմենչիկ ինչանա Արմեն Գևորգյանը ինչա ինչ որ է այդ քո անվտանգության խորհրդի աղջի նախագահ ասաց որ հա գնալու ես բան Թուրքիա պետք է գնաս Էրդողանի հետ սիրվես այս քո աղջկանը չես բերե Չեխիա մեղք չեն այդ մարդիկ ամբողջ կյանքները չեխերը պատերազմ չսիրող մարդիկ են գերմանացիները հարձակման մի քանի ժամ ու զենքերը գցին հանձնվան Չեխիան երբ ակռի վարե զենքը գցե միշտ հանձնվել այդ մարդիկ խաղաղ մարդիկ են ինչ ես բերե այդ մարդկանց սպիդոսիֆիլիսու եսիմ հեպատիտու մնացածը գցես հա աղջկա Էնի դու լավ գիտես որ չի դիմանում տղամարդ աղջիկ տեսավ հելմա վրեքը Վերել ես ինչ անես դե ժողովին մտոն այն կապիկներիդ բերում էր քիչ այմ էլ աղջկա տեսնել Անցնենք մյուս հարցին որ Իսրայելի ռմբակոծությունից նաև Հայաստանն էլ է Իսրայելի դեմ արտահայտվել, դե շանս չուներ դեմ չարտահայտվելու, եւ դրա դեմ են արտահայտվել մի շարք երկրներ, բացի այն շանս չուներ նրա համար, որովհետեւ Թուրքիան իր պապան Էրդողան իր ծոցի տղամարդը ինքը որպես կնիկ, ասել է որ դու է պետք է անդրադառնաս, բնականաբար Նիկոլեն անդրադարձել են Արաբաթի միջոցով։ Իսկ Արաբաթի չխոտկա կնոջը, որ զոնտիսկ բռնող էր պահում, պետական պաշտոն են տվել։ Ժողովուրդ ջան, պետական պաշտոն։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, տեսեք, Իրանը բացահայտեց Իսրայելից կողացված փաստաթղթերը, որի մեջ Ադրբեջանը մեծ մասնակցություն ունի Իրանի դեմ գործողություններին։ Դրանից մեկ օր հետո խփեցին։ Ինչի եղավ սա։ Տեսա, հերթով կպատմեմ, մի հատ Հայաստանի այս մասերը
պրսնեմ ու պատմեմ։ Ամեն առաջինը ասեմ ձեզ, որ ասма մկին են բռնել։ Այ մարդ։ Մկին ոնց են բռնել, թակարդներն են շատ դրել, ինչ են արել, նկատի ունեմ Հովիկ Աբրամյանին, Հայաստանի նախկին վարչապետ։ Մեկին ոնց կարային բռնել, ուրեմն մեկին 8 տարի թողին, կամ մուկը եփա փախած եղե, եփա դատիտակ եղե, մեկի թանգանոց տունի իբր 5 միլիոն ձևակերպեցիք, այն ձեր գրզոյի ծամոն ծախող, այն ջահելին ծախել եք Նալբանդյանը, ինչ ասի խոսալ չունի այդ մարդը, ասում միլիոնատեր եմ դառը 18 թվից հետո միլիարդատեր ամեն ինչ առնում են, մեկին իբր դուք բռնել եք ինչի համար, հա։ Թակարդների մեջ անգետ թե ուղղակի եք բռնել։ Այս դերասանությունը Սերժին բռնին, Ազատին ցմայով Ազատին, Քոչանին բռնին, ցմա Ազատին։ Սև փողը սպիտակացնեք, մեկին բռնել եք, որ ազատեք։ Թե չէ մուկը այդ երբ էր փախած, որ դուք էլ ընկել եք մուկ բռնելու։ Մեկին բռնել եք ուրա ձեր ցույց տված փաստաթղթերը, ինչ արեմ մուկը։ Բռնել եք Ալիշյանի գործով, որ գործանը վառեցին ամենամեծ տարածաշրջանի մետաղապլաստիկ խողովակների, որ մարդը 60 միլիոն դրեց, Սերժը եկավ կտրեց, լենտը կտրեց ու բան արեցիք։ Վարկյանական հաջորդ օրը վառեցիք, հա։ Ալիշյանի գործանը, որ հայտում իր փագել տայր։ Այս դեպքը չգիտեմ պատմել եմ թե չէ, պիտի պատմեմ ժողովուրդ ջան։ Ուրեմն սա այս մոտ 10-12 տարի առաջ է լինում Ալիշյանը, որը Սիրիայի ամենահարուստ մարդկանցից, ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ արևելքի, քանի որ մարդը օրական վաճառում էր 50-ից 100 տոննա ճիր, հասկանում եք, չէ՞ դեր փողա, 50-ից 100 տոննա ճիր մեկ օրը։ Այդ մարդը եկել էր Հայաստան, Ալիշյանի գործաններ դրել, անընդհատ այս մեկի մարդիկ, Հովիկ Աբրամյանի, գնում են սրան, հա նեղում են, թե պետք է փակվես, պետք է փակվես, պետք է փակվես։ Այս մարդը հա հասկացանք, որ սփյուռքա է, բայց խո պատիծակից չի էլ միամիտ։ Բավ ասե, վարչապետն այ մարդ, ես վարչապետ ճանճացած չեմ, սա իմ հայրենիքն է, եկել եմ բիզնես կենեմ, ասիկ կենեմ, անիկ կենեմ։ Մեկ է սրա ուղարկած մարկանցից մեկը, որ հարկայինով բան հազազացնում են ստուգում են տենում են մաքուրա։ Արա դե ասма, ասելա Հովիկն ասե փակենք, ասма որ Հովիկ, արա չես ճանաչում մուկը։ Որ ասма մուկը Սա ուղարկում է մարդկանց, լրագրողներին կանչում է, շուտվա բանա ժողովուրդ ջան։ Ասում է գրիսմը եկերեր, կսեր բիզնեսը փագե։ Հա, մուկն է, դե գիտեք, միշտ տաֆերից, տակից խոսացող, կյանքում ունեցա խոսում, որ ոչ մեկին թշնամի չհանի, կանչում է սրան, թե պարոն Ալիշյան, ախր դուք ինձ կյանքում տեսել եք։ Ախր ես ձեզ երբևէ եկել եմ ձեր մոտ, չի կարելի, չէ՞, դες բաներ եք գրել։ Ինչ նպատակ ունի sense բաներ եք գրել իմ համար, ասում է, ախվար ինչու կնեղվիս։ Գրիսեսին, գրիս ասեցի, գրիասին, գրիակսի։ Հիմես գրիայա, մուկա, կռիսա, գրիայա, ինչա։ Ոնց եք բռնել դուք, ինչ հոտվածի տակ եք բռնել։ Թե երկիրն ենց եք սարքել, որորում ուզելու եք ձևական բռնեք, թողեք ասական համ, տեսակ մեկին է բռնիկ, այդքան անունը տվին։ Փաստորեն ում բռնել եք, բոլորը արդարացվել են 100%-անոց։ Շմայսին ասում էր գլուխը կթրաշամ, Շմայսը թրաշեց քեզ։ Նեմեց Ռուբոյին ասում էր մոր վրա քֆուր կերավ, ասեց ով որ պարտվի, քֆուրը կերավ, քֆուրը դրեց ձեր վրա։ Ձեր բոլորի վզին։ Բանի Ծառուկյանին պետք է բռնեք ազատիկ, Քոչանին բռնեք ազատիկ, մեկին բռնեք ազատիկ, Սերժին ազատիկ, Սերժի տղեչքին ազատեցիք։ Սերժը հասկացանք, որ ազատի է, բայց այդ չէր նշանակում, որ պետք է ազատեիք։ Ինչ որ է, այս գործողություններից հետո հիմա ուզում եմ ասել նաև հետևյալ հարցը, ժողովուրդ ջան։ Ուրեմն ազգային ժողովի այդ խումբը, որ ստեղծվել է շիշ-բռնողը բանակի համար, այստեղ գտնվող ամենամեծ, ինչ ասեմ, քաղաքական մարմնավաճառ Սերգեյ Բագրատյանը հայտարարում է, որ ով որ բանակից ազատվել է, նա պետական պոստ չպետք է զբաղեցնի ու մտցրել են օրենքի մեջ։ Այ Սերգեյ Բագրատյան, քանի կար եղել ես գրզոն, որ դե դիրեկտոր էր այդ գործանում եսի ինչ աշխատող։ Բնականաբար, ով բան էշ դու փալան։ Ում տակ մտար, հետո Բարգավաճով եկար դեպուտատ։ Բարգավաճից խաղեր տվել մտար Նիկոլ։ Հիմա հարց եմ տալիս ես, որպես դեպուտատ էլի, եթե գլխիդ մեջ մի գրամ խելք մնացել է, բայց տեսքիսը տերևում է, որ դու ոնց որ բանը լինես, Վարդենիսի կարտոլը լինես դեմքով։ Դու էլ վայքից ես եկի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ծառայացա թե չէ։ Չէ, ամբողջ աշխարհը հայտարարել է։ Ծառայած չի։ Բա դու ոնց ես ասում օրենքը մտցրել եք, արդեն մտցրել եք կետը, որ ով որ ծառայած չի, նա պետական պոստ չզբաղացնի։
Ձեր ազգային ժողովի նախարարների 99.99%-ը ծառայած չի։ Դե հանեք գործից, ընդունել եք օրենքը, հանեք։ Շախմատի օրենքն է, ձեռս տվել, պետք է խաղաս, ձեռս տալի, դե խաղա։ Նայում ես, ապշում ես։ Անցնենք Իրանի ու Իսրայելի թեմային, որը կարևորագույն թեմաներից մեկն են այսօր համարում։ Նախ ես ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, որ սա ես համարում եմ հերթական շոուն, որտեղ ինչը անում են Իրանից 1000-1500 կիլոմետր հեռու երկրները, դա ինչ ասեմ ձեզ, Ամերիկան 2011 թվականից մինչև 2020 թվականը, 22 թվականը, Սիրիան ռմբակոծում են, մինչև 24-ը նույնիսկ։ Ինչ ստացավ Ամերիկան։ Ոչինչ։ Ոչ մի շահ չունեցավ, մինչև ցամաքային զինվորները չէին մտել այդտեղ։ Նույն իրավիճակը։ Հուսիտներին էս 15 թվականից մինչև հիմա 10 տարի է ռմբակոծում Ամերիկան։ Ինչ է ստանում։ Ոչինչ։ Իրանի նման երկրում 300-400 հոգի սպանելը եւ ծախսելը անասելի գումար, ոնց հասկանում եմ 1500 կիլոմետրանոց հրթիռները չարժեն $100 կամ 1000 կամ 10000 կամ 100,000, նրանք միլիոնավոր դոլարներ են, եթե ոչ միլիարդավոր։ Միլիոնավոր դոլարներ են, 300 հատ գցեց, հետո դրանից հետո 100 հատ է գցեց, 50 հատ է գցեց, 70 հատ։ Այդ Տրամփ կոչեցյալը, որին Ամերիկայի որոշ հայեր պաշտպանում են, այդ սատանի ձակին ջհուդին։ Դες ասում հա լավ եմ արել, տվել են որ սպանի ճիշտ անում, Ամերիկան էլ է քաշում կռվի մեջ։ Հիմա հարց, այդ սպանությունից Ամերիկան ինչ շահեց, ոչ մի բան։ Ժողովրդից 15 միլիարդ դուրս գրին տակները, թեկուզ Իսրայելին էլ նվեր տվին, կամ Իսրայելը խփեց ինչ շահեց։ Հիշեցնեմ ձեզ, որ Իրանի տարեկան աճը 1.6-ից 1.8 միլիոն բնակիչ։ 300 հոգին Իրանում ծնվում է երևի որ սուտ չասեմ 1 րոպեում կամ 2 րոպեում։ Չէ՞։ 2-3 րոպեում է ծնվում, 2-3 րոպեվա ծնվածի չափի համար 15-17-20 միլիարդ փող փոշիացրիք, գրիք փոշիացրիք, 100 հատ նա ասե, 50 հատ նա ասե, ես ասել եմ, պատերազմը ամենահեշտ չվերականգնվող ծախսերը դուրս գրելու տեղն է։ Գցել է 300 հատ, թե գցել է 80 հատ, ինչ կա որ։ Գցել է 300 հատ, ասում է 100 հատը հասել է տեղի, կարող է գցել է 100 հատ, 100 հատն էլ հասել է, կամ գցել է ընդամենը 60 հատ, հա 60-ն էլ հասել է, ով է իմանում։ Ամեն հրթիռը արժի մի քանի տասնյակ միլիոն կամ 100-ավոր միլիոն դոլար։ Ունենց որ այս շոուն իրարից 1500 կիլոմետր հեռավորության վրա երկրներում կամ որ ասում է նույն պայմանավորված խաղն է, որ ասում է Իրանը 100 հատ, ուղիղ 100 հատ, հա չկար այնց որ 120 հատ ուղարկեր։ Ամբողջ Ռուսաստանին շահեդ ինքն է ծախում, ինքը 100 հատ է խփել Իսրայելին, մա 100-ն է բռնել ենք։ Այս հեքիաթի վրա երևում է խաղի տակից ես ասել եմ, ոնց որ ցանկացած կուսակցության մեջ, երկրի քաղաքականության մեջ, ոնց որ Հայաստանում Բագրատ Լրփազյան եւ մյուսներ Սերժանք որ ստից կռվում էին Դոդի հետ նրա հետ, ցանկացած ղեկավար թիմ միշտ ունի մակրագործման։ Ինքնամակրագործման, անընդհատ իրար մեջ կոնֆլիկտ են սարքում, որ տեսնում են ինչ որ մի տեղից ինֆորմացիա է գնում։ Իրար հետ կոնֆլիկտ են սարքում, տեսնում են ով գնում է նրա կողմ, բռնում դրանց դատում են, որ դաշտը մաքուր լինի, ոնց որ Բագրատի ժամանակ արի մյուսի։ Ով ազգային է, նրան ձերբակալում են։ Պարզ է։ Ու բայց բգոյին չեն ձերբակալում։ Հիմա բռնել են իբր մկին են ձերբակալել, բայց չգիտես խի։ Երեք Վանեցյանի ախրանիկին են ձերբակալել։ Այ մարդ Վանեցյանը չէր ձեզ պետք։ Ախրանիկին ինչ եք ձերբակալում։ Հեսա զանգել եմ Արտակ Սարգսյանին ասեմ, ախպեր ջան, ինչ պետք է, մի այն որ երկրներ էին դիմել որ տեսնեն դու հանցագործ ես թե չէ, ու պատասխանը եկել էր հանցագործ չես։ Ընդհանրապես վրա դատական մի կետ չկա։ Տանզանիային, Քենիային, Արաբական Միացյալ Էմիրատներին, Քուվեյթին, Մալդիվներին, Կոնգո Զայրին, Քաթարին, Օմանին եւ մնացած երկրներից ամեն երկրից ինձ մի 100 հատ ախրանիկ բեր։ Կեսը թող Հայաստանը լի, կեսը Գերմանիա, որը ինձ ուզել են բռնեն ախրանիկին ասեմ ախրանիկին տալի։ Վանեցյանը մտում ով ա որ Վանեցյանին պետք է բռնեին ախրանիկին բռնի։ Այսենց կոմեդիաներ սարքելով ժողովրդի աչքերը փակելով ինչ որ հիմարությունով իրենց թալան իրենց լեկտիվությունը առաջ են տալ։ Նույնն էլ աշխարհի ժողովրդին Տրամփի նման անասունին որ վերը գցել է, ես առաջ օրից ասել եմ։ Տրամփի նման անողնաշարավոր կրտած ուլ, այնտեղ արդեն մարդ չկա 80 տարեկան, այնքան որ թթվասնով կանգնեցնում են դուս մի երկու բառ ասում են տանում գցում են տեղ։
պատերազմ, սպանություններ, այս արունը մնում է բոլորի վրա, ովքեր որ Տրամպին պաշտպանում են։ Հա, Իրանին խփելով ոչինչի չեն հասել։ Թող ուզում է 1500 հատ խփի, պատկացեք եւս 1500 հատ խփով։ Հիշեցնեմ ձեզ, որ Իրանի տարածքը 1.648.000 քառակուսի կիլոմետր է։ Մոտավորապես 100 անգամ Իսրայելից մեծ տարածք։ Քանի 100,000 հրթիռ խփի, էլ Իրանի չի կարալու ծնկի բերել։ Ռուսաստանի պես երկիրը 150,000-ից ավել հրթիռ ուղարկե Ուկրաինայի վրա, Ուկրաինան չի կարողանում ծնկի բերի։ Իսրայելը Իրանից ինչ է ներկայացնում, որ Իրանին ծնկի բերի։ Էլ չեմ ասում, որ Տրամպը այդ որ այդքան պաշտպանում եք ու ասում եք չենք կարող ելնենք բան։ Տրամպը հեսա որ Իսրայելը պահանջել է, որ Ամերիկայի զորքերը խառնվեն։ Ուրեմն Ամերիկայում պայթյուններ, փողոցներում խառնվիճակ։ Հիմա էլ ամերիկյան զորքերը խառնում են Իրանի դեմ պատերազմի։ Այսինքն դուք պաշտպանեցիք մի հիմարի, որը ձեր երեխաներին տանելու է մատաղ անելու ջհուդի համար։ Ջհուդի համար տանի Իրանում մատաղանի բերի։ Բրավո, ես ձեզ էլ ասելիք չունեմ։ Իմ համար սա շոյա ինչի համար, որովհետև հոկտեմբերի 1-ին, որ սկսեցին գործողությունները Գազայում, Իրանի մոլլեն գնացել էր այնտեղ պատճպճվում էր ջհուդների հետ։ Շատ անհասկանալի իրավիճակ է։ Ջհուդների հետ պատճվելուց հետո եկան Ռզա Փեհլևին մի տարի հետո իբր իրար հետ վիճում են, դրանից 6 ամիս հետո գնաց Իսրայել։ Ռզա Փեհլևի աղջիկը առել է մի հատ ջհուդ բիզնեսմենի։ Ռզա Փեհլևին այսօր հենց հայտարարություն անում, որ պիտի գցեն Խոմեյնիների վարչակարգը, ապրի Իսրայելը։ Լավ, հիմա ասեմ ձեզ, այդքան ցավից ու վշտից հետո որևէ մեկը մտածում է, որ Նիկոլի նման Ռզա Փեհլևին գալու է տեղը, չէ։ Բայց ժողովրդի ատելություն ես վերում, այդքան քաղաքները պայթեցնում ես, ոնց կարա Ռզա Փեհլևին ձեն ունենալ։ Հա, մի հատ իր նման զոմբիներ, ոնց որ Նիկոլ ունի, մի 500 հոգի կամ 5000 հոգի Պարսկաստանի մասշտաբով կունենա, բայց սա իշխանության գալու փորձ չէ։ Իսկ այն որ ասում է հեսակը տարբերվի Հայաստանի հետ, խառնվի Հայաստանը, մի ուրախացեք թշնամական ձևով։ Հայաստանը չի խառնվելու այս գործին։ Այս գործին արդեն խառնված է Ադրբեջանը, եւ Ադրբեջանը իր արժանի պատասխանը ստանալու է։ Ես ասել եմ, հենց այնպես չի, Արցախից գրավված, օկուպացված տարածքներում քոչվոր ազերբարանները ստեղծել են, սարքել են իբր 5 հատ օդանավակայան։ Բերձորի, Սանասարի, Ջրականի, հա, Ստեփանակերտի եւ մյուսը Վարանդայի 5 հատ օդանավակայան մի տեղ, որտեղ մարդ ապրողների քանակը 0 է, մաքսիմումը 100 հոգի, հա? Բարձա, դրա համար սա պատասխան է ստանալու։ Իրանը հենց նես չասեց, որ ես եմ փակել Զանգեզուրի միջանցքը, որտեղ դա իմ համար վերջնական կարմիր գիծ է։ Հիմա էլ խփում են, որ ճանապարհ տան չի լինելու, ոչ Զանգեզուրի միջանցք է լինելու, ժողովուրդ ջան, ոչ Ադրբեջանն է լավս գալու Իրան, որտեղ Ադրբեջանի ու Թուրքիայի լավս գալը պայմանավորված է այդ ժամանակավոր խաղը օդի մեջ լինելով։ Այսինքն տեսեք, ես այն անգամ ներկայացրեցի 3 մասնակից, բայց ջհուդները որպես միշտ 4-րդը։ Այսինքն կոալիցիան այսպես էր. Ադրքոչվորստան, Ադրբարան, Թուրքիա, Պակիստան, դիմացը Հայաստան, Իրան, Հնդկաստան։ Հիմա տեսեք, Հնդկաստանի հետ կռիվը դեռ չի բրծել, ժամանակավոր կանգնացրեցին։ Խփում են Իսրայելի ձեռքով, որը ավելացավ գործի մեջ իբր թուրքերն դեմ են։ Խփում են Իրանին, հա? Մնացածը Հայաստանի հարցն էլ Իրանը ու Հնդկաստանը ռազմական ու քաղաքական առումով պահում են։ Բայց Իսրայելը չի կարողանալու, ժողովուրդ ջան, ինչքան էլ հիշեք, մամեդականները այսպեսի կրոն ունեն, ինչքան էլ փորձես կոտորել բոլորին, բոլորը ցանկացած ժամանակ ատում են հիմա պարսիկն ու արաբը իրար միանալու են։ Պարզ օրինակը Իսմայելիդների առաջացումներ, որ իրանական պետությունը ստեղծեցին հենց այդ ֆոնի վրա, ոչ թե պարսիկի, այլ սկզբնական շրջանում կրոնական ֆոնի վրա։ Հիմա էլ կրոնական ֆոնով է այդ երկիրը պահվում։ Այսինքն սա հերթական ասած ընկերներիս մեկը շատ լավ ձեռ առնում, ասում է կա շոու, կա շովու, էսի շովույա ձեռ առնում։ Հիմա այս շովուն է, որ շատ վատ դերասաններով խաղում են, շատ վատ Տրամփն էլ է վատ խաղում, Նաթանյահուն էլ երեք ռակ բան վատ են խաղում, բոլորն էլ վատ են խաղում, պարսիկն են, որովհետև իրական նպատակը որ լինի կռվի իրական տեսակ, պարսիկը
ԱԹՍ-ով չի խփելու ու բավարարվի 100 հատ են 100,000 հատ տվել է ռուսին 100 հատով ինքը խփում է Իսրայելին բացի ծաղալով չի այս պատերազմ կդառնա միջազգային ոչ Իսրայելը պատճառը բռնա թե արդեն աթոմը պատրաստ է ատոմային զենքը ստեղծել այ մարդ ատոմային զենքը նոր է ստեղծել Իրանը Սա ինձ 10 տարի առաջ արդեն այդ մասին ասում եք, հետո 5 տարի առաջ, հետո 3, հետո այն անգամ հայտարարեցիք, որ Իրանը ամեն 6 ամիսը մեկ մի հատ ատոմային ռումբ է ստեղծում, քանի որ հարստացված ատոմի 17-ից 25 կիլոգրամի դեպքում ստեղծվում է ռումբը։ Այդ դուք ասեք մեկը ստեղծել է, մյուսը արդեն ստեղծում է։ Այդ իսրայելական հատուկ ծառայության տվյալներն են։ Դրանից անցել է 3 տարի, եթե 6 ամիսը մեկ ստեղծում է, հարգելիներս մի հատ 3 տարի անցել, նշանակում է, որ մինիմումը հիմա ունի 6-ից 8 հատ ատոմային Իսրայելը, որը Հայաստանի կեսն է, մի ատոմային է չէ, կես։ Մի հատ օդային գերձայնային գցին հերիք է, բախի չի գցում Իրանը։ Հարց, ինչի Իրանը չի պատասխանում որևէ գերձայնային հրթիռով։ Զգում եք, որ խաղը, իհարկե։ Սա դեռ երևա ինչի արդյունք է։ Դեռ sense տաքացնում են, որ հետո մի տեղից դուրս գա։ Ասեմ ձեզ։ Եվ ուզում եմ անդրադառնալ մեկ հարցի, որը ռուսը այստեղ իմիջիայլոց ներկայացնում է ռուսը շատ լկտի խաղ Իրանի պատերազմից ֆոնի վրա Իրանի օդային տարածքը փակա բնականաբար եւ բոլոր չվերթները դեպի Էմիրատներ, Իրան եւ այլ երկրներ զարմանալիորեն մեծ մասը իջեցրել է Բաքու, որտեղ կան շատ հայեր Ռուսաստանի քաղաքացի կամ Հայաստանի քաղաքացի Ռուսաստանով թռնող տուրիստներ։ Հիմա հարց են տալիս, ո՞նց հանելու։ Ադրբեջանցի էլ մի հատ կա Հայաստանում, մի ինքնաթիռ չէ։ Եթե ռուսը գիտեր կռիվա, Բաքվից Մախաչկալա մի քանի 100 կիլոմետր է, այդ ինքնաթիռի համար 5 րոպեվա տարբերություն է։ Ինչի չիջեցրեց Մախաչկալայում, ինչի չիջեցրեց Գրոզնիում, որոնք շատ մոտիկ են, ինչի չիջեցրեց մնացած տեղերը, որ բերեց Բաքու կամ ինչի Երևան չիջեցրեց։ Եթե ուղիղ գծով նայում ենք, Երևանը ավելի հարմար է։ Ինչի չիջեցրեց Ղազախստան, ոնց որ Ադրբեջանին է, Բաքվի մոտ էր թռցրին Ղազախստանի չէ, հա? Որ հայերը մնան, հիմա Նիկոլը, այս հային էլի կտանի այս ադրբեջանցուն, կքնցնի աղջիկների ծոցը, կնգա ծոցը, հա, մեկը Մարիամիկը չկա, փստա գնաց է, մնացածի ծոցը, կնգա ծոցը, կտանի նվեր կտա Ալիևին, հա, անձնական ինքնաթիռով։ Այն հայերին կբերեն, կասեն փոխանակեք կամ մի փոխանակեք։ Հարց, ռուսամեր հայեր, ոչ թե Ռուսաստանի, ես նրանց հետ եմ, ովքեր ռուսամեր են։ Դուք սրանից օգուտ կստանաք, սկսելու են շանտաժը։ Հայ գերիներ են հանձնվել։ Եթե արդեն մադմազել Ջհուդ Արա Աբրամյանը ասում է, որ պետք է ամեն ինչ անենք հայերը գան Բաքվից, ուրեմն այնտեղ լուրջ վիճակը արդեն ասել են, որ այդ մարդիկ չեն գալու։ Էսա ձեր Ռուսաստանը, որ սիրում եք, հա։ Հերիք չի տարան պատերազմ 25,000-ից ավելի հայ է մահացել պատերազմում։ Հերիք չի բոլորիդ կեղեքում են ինչ ուզում անում են ձեր գլխին չեն թողում ոչ մի բան լինի ձեր մոտ։ Ոչ դպրոցներ չեն թողում հայկական դպրոց ունենաք, որ երեխեքը ընդհանրապես մոռանան հայերեն, հա։ Աշխարհի միակ երկիրն է, որտեղ բնակչության 8 միլիոն, 140 միլիոն բնակչության 15%, համարյա 20%, ինչի՞ տա, համարյա Ինչքան է գալիս 8 միլիոնը 23-ով, հա, մոտապես 8-9% է, հա, 15 կեսը, 5%, 6% է, այդ գրվածով, չգրվածով 28 միլիոն են ասում։ Հայեն ու մի հատ հայկական դպրոց չկա, որ այդ հայկական դպրոցը այնքան լիցենզիա ունենա, որ ավարտողը գնա համալսարան տուի։ Չէ՞։ Այդ ազգային փոքրամասնություններ կոչվածները 800 եվրեի համար Հայաստան ու Արցախ ու Նախիջևան տարածք եք տվել եվրեյսկ ինքնավար մարզ, ինքը եվրեերեն սովորում է գնում համալսարան, բայց այդքան հայ ապրում, ինչի ոչինչ չունի։ Հիմա էլ նույն բանը, տեսեք միշտ sense ռուսամերության պես ամեն ինչ անում եք, երեք մեկը էջստակ գրել է TikTok-ի Մեր Նիկոլը անցնելու է ռուսեն տառերով տոտա, դե գնացեք տրակվեք։ Ուրեմն մորքուր ջան, տատի ջան անատամ, գնացել էինք տրակվելու տեղ չկար, ասին Նիկոլը տրակվում է, Պուտինը տեա տրակվե, ասին Քոչանին տրակած ունենանք, հա, Սերժին էլ հետը, Լևոնին էլ հետը։ Այսինքն, այս ամբողջը ինչ է ցույց տալիս, ցույց է տալիս, որ ռուսները ձեզ սպանում են որպես թնդանոթի մսից բացի, հայեր ջան, նաև փոխանակման միջոց։
Ես 100% համոզված եմ, որ այդ մի ադրբեջանցուն Նիկոլը հիմա տարելայրատուն կնիկն ու աղջիկները պատիվ են տալի հորիզոնական դիրքում, նստեցնելու են ինքնաթիռ ուղարկեն, իսկ նրանց ասելու են իմ քաղաքացին չի, Ռուսաստանից է գնաց, թող ռուսը մտածի իր քաղաքացու համար։ Ինչ։ Ինքը զինվորների համար այդպես չի ասում։ Ինձ կներեն 3 ամիս, պարզվա որ 3 ամիսը դառավ 5 տարի ու այդ երեխեքի կեսը չկան բան, դրա համար չեն խոսում, ընդհանրապես չեն խոսում գերիներից։ Գերիսկի թաթարից չեն խոսում, մի բա բարձացավ, հետո Ռուսաստան հանեց, էլ չեն խոսում։ Պարզա, այս է ընդհանուր իրավիճակը։ Սա է սպայի դրությամբ ընդհանուր իրավիճակն է, հարգելիներս։ Ինչ կստացվի իրանական, ջոդական կռվից, ես ասեմ, որ կմարցնեն էլի։ Մի երկու օր էլ sense կշարունակեն, կմարեցնեն, չի դառնա։ Սա պատերազմ չի դառնա, որտեղ պարզ պատճառով իրարից 1500 կիլոմետր հեռավորության վրա պատերազմ չեն վարում։ Պատերազմի ելքը որոշում է կանաչ մարդուկները ավտոմատավոր։ Այսինքն զինվորները։ Պատերազմը չի որոշվում միայն օդային հարձակումով։ Մինչև այսօր մարդն ամեն ինչը կառուցել, մարդն է որոշում, որտեղ հասնի, ինչ անի։ Սա իրականություն է։ Դրա համար պատերազմը sense չի դառնա համաշխարհային։ Հա, մի երկու հատ կխփեն, կտեսնեն։ Տարբեր ոճեր կտան, մի քիչ ավելի աբյոմը կմեծացնեն չափերը, որ վայ, հեսա, բայց արդյունքը ոնց ես հասկանում եմ, բոլոր իրար հետ պայմանավորված են։ Այլ տարբերակ չեմ տեսնում։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս, հիշեք, հայ է այն մարդը, ով որ Աստծու, քանի որ Աստված նույնպես հայ է, լույսը ունի իր մեջ։ Երբ որ լույսը միջից մարդու մարեց, ինքը դառնում արդեն սատանայի ծախված ու ամեն ինչ գործում է իր դեմ։ Իրեն չգործվի ինքը թված փախել է իր երեխայի դեմ ալիները։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Թոխատում, Երզնկայում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն